Որից այսօր տեղի ունեցավ Միքայել Սրբազանի դատականիստը, մոտ 5 րոպե, հա, հետաձգվեց դատականիստը, Սրբազանը պետք է տեղափոխվի հիվանդանոց վիրահատության։ Որ պարագայում է հնարավոր տեսնել Սրբազանին ազատության մեջ, այս իշխանության օրոք հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, ես կարծում իշխանության առաջին խնդիրն այն է, որ Միքայել Սրբազանին մեկուսացնեն սպասվելիք պրոցեսներից, ոչ թե այն իմաստով, որ Միքայել Սրբազանը քաղաքական գործիչ է, քաղաքականությանն է մասնակցել, այլ ազդու խոսք ունի եւ մյուս կողմից տեսեք ինչ են ցույց տալիս, որ եթե մենք նման հեղինակավոր մարդու կարողանում ենք հորինված գործով տանել, ապա ձեզ մեկից մեկ կտանենք, ցանկացած մեկին, հա, հատկապես նախկինում որևէ պաշտոն զբաղեցրած մարդու, չգիտեմ, որևէ դիրք ունեցող մարդու հետ կապված քրեական գործերը այսպես ուղղակի կարելի է թխել։ Միքայել Սրբազանը այդ առումով այսպես առանցքային դեմքեր, երկրորդը ես կարծում իրենք վախենում են, որ նաև Միքայել Սրբազանի խոսքը եւ այդ ամոթանքները կարող են հանրության մոտ ակտիվ դիրքորոշում ունենալու ցանկություն առաջացնել, որովհետև գիտեք, մեր իրականության մեջ ցավոք սրտի շատ չեն այդ մարդիկ, որոնք բացառիկ հեղինակություն ունեն, այսինքն չեն կարող մեղադրել որևէ օրինախախտման մեջ, հակաբարոյական վարքի մեջ, որևէ ավելորդության մեջ, սոփ ու շվայտ կյանքով ապրելու մեջ, հա, իրականում բացառիկ հոգևորականի հետ գործ ունեն։ Դրա համար կարող է նաև իրենց ժամանակը ազատ արձակվի, կարող է նաև փորձեն միջև ընտրություններ գոնե պահել։ Երբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնացին Վեհարան Միքայել Սրբազանի հետևից, այդ օրը շատ հուզիչ, բայց նաև տպավորիչ օր էր, քանի որ հոգևոր դասի մի մասը չէր ցանկանում, որպեսզի Սրբազանը դուրս գա Վեհարանի դարպասներից, մյուս մասը, այդ թվում նաև Վեհափար Հայրապետը, ինչպես նաև Միքայել Սրբազանի փաստաբանները, Արա Զոհրաբյանը նրան հորդորում էին գնալ եւ ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Հետագայում մենք նաեւ իմացանք, որ ըստ Արա Զոհրաբյանի Միքայել Սրբազանի վիճակը կարող էր այդպես ավելի լավ լինել։ Ինչ իրավիճակում կլիներ նա այսօր, եթե այդ օրը այդպես ինքնակամ կամ ինչպես որ ընդունված է ասել, չհանձնեին Միքայել Սրբազանին։ Գիտեք, նախ առաջինը ես նկատեմ, որ առաջիններից ենք եղել, որ բառացիորեն ասել են, որ եթե իշխանությունները կարողանում են հանգիստ կալանքի տանել Միքայել Սրբազանին, ապա հաջորդը պետք է պատրաստի Վեհափար Հայրապետը։ Անկեղծ եմ ասում, հենց այդ օրը հարցազրույց ենք ունեցել եւ խոսել ենք սրա մասին, ես ինքս գոնե տեսակետին եմ եղել, ինչու, որովհետեւ երբ որ դու կարողանում ես նման բացառիկ հեղինակության հոգեվորականի մեկուսացնել ու դա հանրային ալիք չառաջացնի, այդ դեպքում մնացած հոգեվորականները արդեն խնդիր չեն։ Տեսեք, բնական է, որ պետությունը այսինքն Միքայել Սրբազանին չէին կարող չտալ ուժային, այսինքն ժողովուրդը չէր կարող ուժ կիրառել, բայց քաղաքական ինչ որ հանրային process դա պիտի դառնար, այսինքն այս իմաստով պիտի չանձնեին, պիտի ինքնակամ չառաջարկեին գնալ եւ դա դառնար հանրային process իր պաշտպանությունը եւ իշխանությունը պիտի հասկանար, որ չի մարսելու դա։ Իսկ երբ որ իշխանությունը հասկանում է, որ կարող է մարսել, տեսեք հիմա նույն իրավիճակը Միքայել Սրբազանի բուժման հետ կապված թույլ չէին տալիս, որ մասնավոր հիվանդանոցում իրականացվի այնտեղ, որտեղ իր բժիշկը մշտապես հետազոտել է իրեն, չէ՞։ Ինչ եղավ, երկար ժամանակ թույլ չէին տալիս, արդարադատության նախարարը անգամ այսպես ամբարտավան վարքագիծ ունեցավ, թե բա կյանքին վտանգ չի սպառնում, ծայրահեղ ծանր վիճակ չի, բայց երբ հանրային դժգոհության լայն ալիքը առաջացավ, իշխանությունը չուզեց մտնել այդ պատասխանատվության տակ, հանկարծ Աստված մի արասե ինչ որ բան այնպես չգնա, հա, այս մարդիկ կարող էին խնդիրների առաջ կանգնեցնել։ Նույն իրավիճակ եթե այն ժամանակ լիներ, ոչ թե մարդուն ուղղակի առաջարկեին գնալ, այլ դուք գիտեք նաև հրապարակումներ եղավ, հա, դրանից հետո որ Միքայել Սրբազանն էլ ձայնագրվել է կարծեմ բանում, խցում, Բագրատ Սրբազանի հետ զրուցելիս եւ ինքը գող չէր այդ վիճակից, արդյունքներից։ Այսքանով կարող ենք հասկանալ, որ դա ճիշտ որոշում չի եղել։ Գիտեք, ոչ թե էլի եմ ասում, այն իմաստով, որ ձեռնտու, որ
որպեսզի Միքայել Սրբազանն ինքնակամ հանձնվի կամ իրեն հանձնվի։ Գիտեք, որ ասեք փաստ ունեմ, ասեմ ում էր ձեռնտու, չեմ կարող ասել, ես կարող եմ ենթադրել ում էր ձեռնտու, նախ իհարկե առաջին իշխանություններին, որովհետև այլ բան է, որ դժվարությամբ ինչ որ խայտարակ լինելով, իշխանության խայտարակ լինելով են մարդուն բերման ենթարկում, այլ բան է, որ ինքնակամ է գնում։ Այնտեղ դիմադրություն կար, բայց բնական է վերջնարդյունքը չէր լինելու են, որ այնտեղ բարիկադներ պիտի շարեինք, չգիտեմ, մենք էլ ստեղ զինվեինք, չէ, դրա մասին, խոսքը հանրային process-ի մասին։ Իսկ հանրային դժգոհության ալիք պիտի բարձրացվի։ Ակնհայտ էր, որ այդ դժգոհությունը կար ու քաղաքացիները հավաքվում էին Վեհարանի բակում։ Այո, իհարկե, բավական մեծ, ի վերջո արձանագրենք, հա, չստացվեց իրեն այդտեղից ստանել։ Սա նշանակում որ առաջին հնարավորությունը ստեղծվեց հանրային դժգոհություն առաջացնելու եւ դա բնականորեն կառաջանար, որովհետեւ այստեղ ոչ թե քաղաքական տեխնոլոգիաներ պիտի կիրառվեն, այլ իրականում մենք գործ ունենք բացառիկ հեղինակություն ունեցող մարդու եւ Նիկոլ Փաշինյանի մատից ծծած քրեական գործի հետ, այսինքն ինչ որ բան չկար, հա, որ մարդիկ մտածեին, ասեն դե լավ, էստրա չկապենք մեր անունը։ Ուրիշ դեպքեր էլ եղան, չէ, որ այդպիսի հանրային արձագանք չեղավ։